Աստվածաշնչի ամենակննարկվող հարցերից մեկը՝ արդյոք ամուսնացած բաժանված կինը կարող է նորից ամուսնանալ, թե ոչ։ Եկեք տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Եկեք ընթերցենք Կորինթացիներ 7-րդ գլուխ 1-ից 17-րդ խոսքերը, իսկ տեսանյութի վերջում ձեզ մի հարց կտամ։ Արդ այն բաների մասին, որ գրել էիք ինձ, մարդու համար լավ է, որ կնոջ չմոտենա, սակայն պոռնկությունից խուսափելու համար թող ամեն մարդ իր կինն ունենա, եւ ամեն կին իր ամուսինն ունենա։ Ամուսինը թող իր կնոջ հանդեպ պարտքը կատարի, նույն կերպ էլ կինը իր ամուսնու հանդեպ։ Կին իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ ամուսինը, նույն կերպ էլ ամուսինը իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը։ Միմյանց մի զրկեք, այլ միայն ժամանակավոր փոխհամաձայնությամբ, որպեսզի աղոթքով զբաղվեք, ապա նորից միմյանց վերադարձեք, որպեսզի ձեր անժուշկության պատճառով սատանան չփորձի ձեզ, բայց սա թույլ տալով եմ ասում եւ ոչ թե հրամայելով, որովհետեւ կամենում եմ, որ ամեն մարդ ինձ նման լինի, սակայն յուրաքանչյուր ոք Աստծուց իր շնորհն ունի, մեկը այսպես, մյուսը այնպես, բայց ամուրիներին ու այրիներին ասում եմ, նրանց համար լավ է, որ ինձպես մնան, իսկ եթե ժուշտալություն չունեն, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան այրվել։ Իսկ հիմա այստեղ ավելի ուշադիր լսեք, բայց ամուսնացածներին պատվիրում եմ ոչ թե ես, այլ Տերը, որ կինն իր ամուսնուց չբաժանվի, իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնանալու մնա, կամ իր ամուսնու հետ հաշտվի։ Ամուսինն էլ կնոջը չթողնի, բայց մյուսներին ես եմ ասում, ոչ թե Տերը։ Եթե որևէ եղբայր անհավատ կին ունի եւ նա հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի, եւ որևէ կին, որ անհավատ ամուսին ունի եւ հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի, որովհետեւ անհավատ ամուսինը կնոջ միջոցով է սրբագործված լինում, անհավատ կինն էլ ամուսնու միջոցով է սրբագործված լինում, այլապես ձեր զավակները պիղծ կլինեին, բայց հիմա սուրբ են, իսկ եթե անհավատը բաժանվում է, թող բաժանվի, նման բաներում որևէ եղբայր կամ քույր ստրկացված չէ, Աստված մեզ խաղաղությամբ ապրելու է կանչել։ Ինչ գիտես կին, գուցե քո ամուսնուն փրկես, կամ ինչ գիտես ամուսին, գուցե քո կնոջը փրկես, միայն թե ամեն ոք թող ապրի այն վիճակում, որ Տերը բաժին է հանել, ինչպես որ նրան Աստված կանչեց, թող այնպես էլ ընթանա։ Ես բոլոր եկեղեցիներում այսպես եմ պատվիրում։ Իսկ հիմա մի հարց, արդյոք կարող է ամուսնացած բաժանված կինը, երբ որ ապաշխարի դարձի գա տիրոջը, կարող է նորից ամուսնանալ, թե ոչ։ Կխնդրեմ մեկնաբանության բաժնում գրեք։